Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Չնայած մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին, Ադրբեջանը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը եւ պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ։ Իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության եւ այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության։ Միեդի կողմից կիրառված հրատապ միջոցի շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր ապահովել Կարեն Ավանեսյանի ֆիզիկական եւ հոգեկան առողջության պաշտպանությունը, տրամադրել դատարանին եւ նրա ներկայացուցիչներին տեղեկություններ վերջինիս գտնվելու վայրի եւ առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովել նրա անարգել կապը հարազատների եւ օրինական ներկայացուցիչների հետ։ Սակայն այդ պարտավորությունները մինչ օրս չեն կատարվել, ինչն էականորեն խոչընդոտում է Միեդում ընթացող վարույթների արդյունավետ իրականացմանը եւ լուրջ կասկածների տեղիք է տալիս վերջինիս կյանքի եւ անվտանգությանը սպառնացող ռիսկերի առկայության վերաբերյալ։ Ավելի քան 2 ամիսների ընթացքում Կարեն Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել իր ներկայացուցիչների ու հարազատների հետ, իսկ նրա առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ ներկայացված սահմանափակ տեղեկատվությունը արժանահավատություն չի ներշնչել։ Դատապարտման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նրա ներկայացուցիչներին կամ Միեդին չի տրամադրվել, ինչպես նաև բացակայում են տվյալներ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, առաջադրված մեղադրանքների ծավալի եւ դատավարության ընթացքի մասին։ Այսպիսով, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին անվտանգության դեպարտամենտը հրապարակել է երկրում տարբեր հանցագործությունների համար ձերբակալված վատերից վատագույնների թարմացված ցանկը։ Ցանկում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Թարմացված էլեկտրոնային տվյալների բազան ներառում է աշխարհի տասնյակ երկրներից օտարերկրացիների, որոնք վերջին 11 ամիսների ընթացքում ձերբակալվել են ներգաղթի եւ մաքսային ծառայության ոլորտներում տարբեր հանցագործությունների համար։ Հայաստանից ձերբակալվածների թիվը 22-ն է։ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։ Ըստ հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանքի ժամը 10-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդականի խոսնակը, իսկ տարեմուտին 23:40-ին նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը։ Նշենք, որ նախորդ 2 տարիներին հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին տրամադրել երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից։ Մայրաթորին առաջարկվել էր վեհափարի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում։ Էջմիածինը մերժել էր այս առաջարկը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության կառավարության աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քլիչը ԱՄՆ-ի ճնշումների ներքո Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները։ Այն է 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետը այսուհետ նշել Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։ Փոխանցվել է նաև, որ Թուրքիան երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն է մշակել, սակայն Անկարան պահանջում է, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրմանը Թուրքիա մեկնի անձամբ Փաշինյանը։ Չնայած նման փաստաթղթերը որպես կանոն ստորագրում են արտաքին գործոս նախարարների մակարդակով, այլ ոչ թե պետության ղեկավարների, բայց թուրքերը որոշել են մի ավելորդ անգամ նվաստացնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, իջեցնելով վարչապետի կարգավիճակը։ Եվս մի պահանջել ՔԼՇ-ը ներկայացրել է կապված երկաթուղու հետ։ Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի Երասխից մինչև ադրբեջանական սահման եւ Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա, օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը։ Աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաև կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ։
Աղբյուրն ասում է, որ Փաշինյանին հաջողվել է համոզել Պուտինին, որ այդ հատվածները կառուցվեն Ռուսաստանի միջոցների հաշվին։ Բնականաբար Ռուսաստանն էլ իր հակընդդեմ պահանջներն է առաջ քաշել ու թերևս ստացել Փաշինյանի համաձայնությունը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հայոց ցեղասպանությունը ապրած հայը երգում է Կիլիկիա երգը։ Չնայած նրան, որ նա չի տեսնում, ապրում է, շնչում է, երգում է ու խոսում է հայերեն։ Նա երբեք չկորցրեց իր հայկական ինքնությունը։ Երթամ հանքիմ զիմգիլիգիա։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։